Սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի սիրով։ Դուք դիտում եք Կենաց հաց հաղորդաշարը։ Կարդալով Ղուկասու ավետարանի 15-րդ գլուխը մեր առջև բացվում են 3 առակներ։ Ավելի խորանալով նկատում ենք, որ խոսքը 3 կորստի մասին է։ Առակ բառը հունարեն նշանակում է համեմատություն։ Որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան հոգևոր առակի ճշմարտությունները, Տեր Հիսուսը մարդկանց իրանց մշակույթից պատմություններ էր պատմում, որոնք նրանք կարող էին հասկանալ։ 3-ից 3-րդ առակը այսպես կոչված անառակ որդու առակն է։ Մի մարդ ուներ 2 որդի, եւ նրանցից մեկը կամ ավելի կոնկրետ կրտսերը մոտեցավ հորը եւ խնդրեց նրանից իր բաժին ունեցվածքը։ Այս երևույթն ինքնին արդեն վիրավորական էր հոր համար, քանի որ ժառանգությունը որդիների միջև բաժանվում է միայն հոր մահից հետո։ Եվ այդ պատճառով մոտենալով հորը կրտսեր որդին վիրավորեց հորը եւ կարծես ասաց նրան իր դեմքին. «Հայրիկ, ես ուզում եմ, որ դու մեռնես»։ Հայրը առանց որևէ հարց տալու վերցրեց եւ բաժանեց ունեցվածքը որդիների միջև։ Մի քանի օր անց այս կրտսեր որդին որոշեց վերցնել իր բաժին ունեցվածքը եւ հեռացավ իր տնից։ Նա գնաց մի տեղ, որտեղ իրեն չէին ճանաչում եւ վատնեց իր ամբողջ ունեցվածքը, ապրելով անառակաբար։ Այս անառակ որդին հասավ այնպիսի վիճակի, որ ինչպես հիմա կասեինք, սննկացավ։ Դա նրա կյանքում լիակատար ֆինանսական փլուզում էր։ Դա իրապես աղետ էր։ Եվ քանի որ նրա ունեցած բոլոր ունեցվածքը սպառվել էին, եւ նա հասել էր այնպիսի վիճակի, որ նույնիսկ իր սեփական միջոցները չուներ, նա աշխատանքի անցավ։ Եվ գիտեք թե ինչից էր բաղկացած նրա աշխատանքը։ Դժվար է հավատալ, բայց դա ճշմարիտ է։ Նա խոզեր էր արածեցնում։ Մի քանի ամիս առաջ նա կկարողանար բացել իր սեփական բիզնեսը, բայց հիմա նա նույնիսկ ուտելու բան չունի։ Նա նայեց այս խղճուկ խոզերին, որոնք ուտում էին եղջերենու պտուղները, եւ ցանկանում էր, որ ինչ որ մեկը դրանք իրեն տա ուտելիքի համար, բայց ավաղ ոչ ոք դրանք նրան չտվեցին։ Եվ հետո մի գեղեցիկ օր նա գիտակցեց, նա խելքի եկավ եւ ասաց. «Վեր կենամ, հորս մոտ գնամ եւ նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի ու քո առաջ, այլևս քո որդին կոչվելու արժանի չեմ, ինձ քո վարձկաններից մեկն արա»։ Պատահում է, որ մարդը հասնում է իր կյանքի ամենացածր կետին, եւ այդ ժամանակ նա գիտակցում է, որ ինչ որ բան սխալ է անում, եւ եկել է ժամանակը ամեն ինչ շտկելու։ Եվ այդ ժամանակ նա թերևս կայացրեց իր կյանքի ամենակարևոր որոշումը՝ վերադառնալ հոր մոտ, այսինքն տուն, այնտեղ, որտեղից մեկնել է։ Եվ այսպես նա վերադառնում է։ Բայց նրա տրամադրությունը բոլորովին այլ է, քան տնից դուրս գալու ժամանակ։ Նա այլևս նույն հագուստը չունի, ինչ սկզբում, նրա ամբողջ հագուստը կեղտոտ է, նրանից այնքան վատ հոտ է գալիս, որ նրա հոտը կարելի է զգալ նույնիսկ հեռվից։ Նա լիովին ուժասպառ է, նա հազիվ է ոտքերը քարշ տալիս իր հետևից, քանի որ ուժ չունի երկար օրեր հաց շուտելու պատճառով, եւ հիմա նա տուն է գալիս։ Եթե մի վարքյան մեր հայացքը ուղենք այս երիտասարդի տան եւ նրա հոր վրա, կնկատենք, որ նա ամեն օր չի հեռացնում իր հայացքը այն ճանապարհից, որով որդին տնից դուրս է եկել։ Եվ հայրը վստահ էր, որ որդին անպայման կվերադառնա տուն։ Եվ մի գեղեցիկ օր դա տեղի ունեցավ։ Հայրը հանկարծ նկատեց, որ ինչ որ մեկը հազիվ էր քայլում հեռու ճանապարհի վրա, բայց նրա քայլերը ուղղված էին դեպի իր տունը։ Ուշադիր նայելով, հայրը նկատեց, որ դա իր որդին էր, հենց նա,
ով վերցրեց իր բաժին կալվածքը եւ հեռացավ տնից։ Հոր սիրտը սկսեց ավելի ու ավելի արագ խփել։ Նա ամբողջովին հուզվեց եւ առանց սпасելու որդուն հասնելուն վազեց նրա դիմավորելու եւ ընկավ նրա պարանոցին։ Դա հատուկ հանդիպում էր։ Որդին ամոթից նույնիսկ ամաչեց հոր աչքերի մեջ նայել։ Ծնկի իջավ եւ աղաչեց հորը, որ իրեն ընդունի որպես վարձկան, որպեսզի իր համար աշխատելով կարողանա իր ապրուստը վաստակել։ Բայց հայրը, հոր սիրտը, հայրը բոլորովին այլ կերպ վարվեց։ Նա ընդունեց անարակ որդուն եւ վերականգնեց նրա բոլոր իրավունքները, վերականգնելով նրան որպես իր ընտանիքի լիիրավ անդամ։ Այս որդին ես եւ դու ես։ Յուրաքանչյուր մեղավոր, որը պարզապես հեռացել է երկնային հորից, ցանկանալով անկախ լինել եւ ապրել նրանից հեռու։ Ըստ էության դու եւ ես լքել ենք Աստծո ընտանիքը, բայց Աստված ամեն ինչ արեց մեզ իր մոտ վերադարձնելու համար։ Երկիր ուղարկելով իր միածին որդուն Հիսուս Քրիստոսին, որը դարձավ մեր մեղքերի զոհը եւ իր վրա կրեց մեր պատիժը, որպեսզի մենք կարողանանք վերադառնալ Աստծո մոտ։ Այլ ճանապարհ չկա, քանի որ Հիսուսը հենց այդ ճանապարհն է, տուն վերադառնալու ճանապարհը, հոր մոտ վերականգնելու մեր հարաբերությունները նրա հետ։ Աստծուց հեռանալով մարդը դարձավ այս որդու նման, այսինքն դարձավ հոգևորապես լիակատար սնանկ։ Եվ Աստծուց հեռանալու հետևանքով մարդու հոգում առաջացող դատարկությունը լրացնելու համար մարդը փորձում է այն լցնել տարբեր բաներով՝ ալկոհոլով, թմրանյութերով, անարակությամբ կամ այլ բաներով։ Սակայն մի պահ մարդը հասկանում է, որ այս ամենը չի կարող բավարարվածություն բերել իր հոգուն, եւ նա սկսում է ակտիվորեն փնտրել այն հարցի պատասխանը, թե ինչպես կարող եմ բավարարվածություն ստանալ իմ հոգու համար։ Բայց նա պատասխանը գտնում է միայն այն ժամանակ, երբ հանդիպում է Աստծուն, քանի որ միայն նա կարող է տալ այն, ինչ ոչ ոք չի կարող տալ։ Մինչև Աստված մարդուն չվերադարձնի իր ընտանիքը, հոգում բավարարվածություն չի լինի։ Հետևաբար, միակ ճանապարհը Աստծո մոտ վերադառնալն է։ Դու պետք է նրա մոտ վերադառնաս ապաշխարության աղոթքով, հիշելով, որ սիրող հայրը ամեն օր սպասում է մեղավորի ապաշխարությանը։ Աստված շատ է սիրում մեղավորին, այսինքն քեզ, եւ նա ամեն ինչ արեց, որպեսզի դու եւ ես վերադառնանք նրա մոտ։ Այսօր մնում է միայն հավատքի քայլ անես դեպի Աստված, հավատալով, որ Հիսուս Քրիստոսը մեր Տերն ու Փրկիչն է։ Միայն այն դեպքում, երբ մենք այս քայլը հավատքով անենք, մենք կունենանք իրական երջանկություն։ Եվ երջանկությունը Աստծո Հիսուս Քրիստոսի մեջ է։ Տերը օրհնի ձեզ, մինչ նոր հանդիպում։